Բարի երեկո սիրելի ընկերներ։ Բարի երեկո մեզ շատ սիրող եւ հատկապես վերջերս շատ չսիրող բարեկամներ։ Այսօր մենք սկսում ենք առաջին քրեակաղակական ոդքասթի ուղիղ եթերը։ Շաբաթօրյա։ Այո, Եթերը գեղեցիկ։ Այո, ես այսօր տեսեք, ցենց ուրախ տոների մեջ եմ, թեպետ շատ է լինում որ ուրախ տոների մեջ եմ, բայց որ ես էլ սեփ հակն է կդառնար որ մենք մարտի 8-ը ոչ մի ձև չենք բանում, էլի։ Հատուկ է Վազգենը գոնե այսօր ինքը հակնվել այդ գույների մեջ։ Այսօր տոն է մեր լսարանի մեծամասնությունը բաղկացած է կանանցից, ճիշտը ճնշող մեծամասնություն չի, բայց միևնույն է մեծամասնություն է։ Դե իմ անձնական լսարանից եմ դատում, որ նաև մեկնաբանության ակտիվությունները որ նայես, մեծ մասը կանայք են, այնպես որ ել ավելի պարտավորված ենք շատ ջերմ շնորհավորել բոլոր կանանց աղջիկների մարտի 8-ը, մեկամսյակի սկիզբը, ցանկանալ, որ միշտ լինեք գեղեցիկ, դուք նաև մտածող եք, այստեղ ոչ միայն էսթետիկ կողմն է մեր լսարանի պարագայում, այլ նաև մտավորական, բայց երբ դա համատեղվում է, ել ավելի հաճելի է դառնում, այնպես որ մենք շատ ջերմ մեր բոլորիս անունից շնորհավորում ենք կանանց, որոնք մեզ համախոհ են, նաև գուցե համախոհ չեն մի մասը նամեն, որ տեսնեն ինչա կատարվում, մի խոսքով բոլորին շնորհավորում ենք։ Այդ վերջինը ճուզելով է, չի ասում։ Դե մի քիչ ավելի նվազ ջերմությամբ պիտի լինի, էլի։ Ես էլ եմ միանում շնորհավորանքներին, իրականում ասեմ անկեղծ ես կարծում եմ, որ կնոջ դերակատարումը եւ դերաբաշխումը, որ իմ կարծիքով կա այնուամենայնիվ այս կյանքում, բավականին կարևոր դեր է զբաղեցնում ցանկացած հաջողակ մարդու եւ ցանկացած հաջողակ գործի հիմքում, որովհետեւ այդ շատ կարևոր է։ Մենք ունեցել ենք նմանատիպ շատ օրինակներ պատմության մեջ եւ ես հույս ունեմ, որ ամեն կին իր ընտանիքում, իր շրջապատի համար փորձի լինել այնպեսին, ինչպեսին որ պետք է լինի կինը որպես հաջողակ ինչ-որ process-ի մեջքին արժևում կանգնած մարդ։ Այսօր շնորհավորում եմ սիրելի կանայք եւ աղջիկներ։